Կրկին բարև ձեզ հարգելի հետևորդներ, ուզում եմ ես հիմա հատուկ եթեր անեմ, խոսքս վերաբերվում է Հայաստանում Իսպանիայի տեղի ունեցող հերթական կազմակերպած շոուին, որ Տաշիրի Սամոյին ձերբակալել են, ձերբակալություն ա գնում, հարձակվել են տան վրա եւ այլն։ Ինչ եմ ուզում ասել այս պահով։ Նախ, ամենաառաջինը, ես միշտ չեզոք եմ լինում։ Տաշիրի Սամոն սա ռուսական ծրագրի նաև մի մասն է, որ տեսեք, Թաթար Ռուբոյին ուզեցին բրթեն առաջ չստացվավ, մի քանի հոգու անուն տվեցին, չստացվավ, Ռուսաստանից նոր մարդիկ պետք է բերեին, չստացվավ, Արա Աբրամյան արդեն վարվածա չի ստացվի, Տաշիրի Սամոն Հայաստանի համար միշտ աշկյանք է բարեգործությամբ իրենց ընտանիքով, այո, Հայաստանում ինքը էլեկտրոցանցերը վերցրել է, հետագայում գինը թանկացրել է, սկսել է մոտենալ Հայաստանի օլիգարխների հետ եւ այլն, բայց Տաշիրի Սամոյին պետք էր որպես Ռուսաստանի նվիրված մարդ բերել Հայաստանի թաթերաբեմ, ում որ բերում են թաթերաբեմ, սկզբնական շրջանում ձևակերպում են ձերբակալությամբ, որ հետագայում արդեն գնա Բերթից իբր ազատման Նելսոն Մանդելու սարքելու ժամանակը, բայց ոնց որ այս անգամ մի քիչ ավելի շոուի թիմը շատացրել է Նիկոլի, հանդես են գալիս արդեն Նիկոլը հերիք չի, ուրեմն ես ինչի համար եմ սա ասում, եթե սա ինձ հետո Տաշիրի Սամոն ների, սա ամենամեծ սխալը կլինի իր կյանքի, ինչի համար եմ ասում, որտեվ երբ որ Տաշիրի Սամոն Հայաստան էր գալիս, Սերժենք իրենց թմով հարձակվան վրան Սաշիկը բան, բայց շատ գեղեցիկ ամբողջ ազգը հիշում է, ոնց Սաշիկին տարան Մոսկվա, պատժեցին ու բերեցին խելոքացած մնաց, որ Տաշիրի Սամոն Հայաստանում մնա։ Եվ դրան պատասխան վերցրեցին Սամվել Կարապետյանի եղբորը, Կարեն Կարապետյանի նշանակեցին ազգային ժողովի նախագահի աշխատակազմի ղեկավար։ Իմիջիայլոց ասեմ ձեզ, մեղքս չթաքցնելու համար, անկախ նրանից, ասում են օլիգարխ, այս գործ արել է Ռուսաստանի մարդ, Կարեն Կարապետյանը, ես իմ անձամբ եմ տեսել, իմ տեսած օլիգարխներից Սամվել Կարապետյանն է, ասել եմ ձեզ, ամենահամեստ պահվածքով մարդիկ են։ Կարամ ասեմ շոու են անում ռուսական ծրագրով բերեն դրա մասին չէ, բայց որպես մարդ ամենահամեստ մարդիկ են։ Սամոն մեքենա կանգնացնում էր, իջնում էր հատուկ տեսներ ոնց եմ ու գնում էր։ Նույնն է Կարենը։ Կարեն Կարապետյանը ավելի համեստ։ Ինքը Հայաստանի Հանրապետություն աշխատելու ընթացքում ոչ մի անգամ աշխատավարձ չի ստացել։ Բոլոր աշխատավարձերը հավաքել է ամեն անգամ տվել է Որբանոցի մի երեխայի։ Ավարտականի երեխային, որ ձեռքը փողալնի դուրս կա ապրելու կյանք եւ այլն։ Չեմ ասում էլ ես ամեն Հայաստանի համահայկականին կանչում են զորավոր մի 50 միլիոն փող տա, Արցախում սարքասները եւ այլն։ Սա հարցի մյուս կողմն է։ Իմ ասած հարցը որն է, շոու, Նելսոն Մանդելա, Ռուսաստանից առաջարկում է։ Հիմա Սամոյին կբռնեն 5 օր հետո կազատեն, թե չէ, սա արդեն հարցի երկրորդ կողմն է։ Պարզ է։ Եվ հաջորդը, որ հիմա սկսել է Նիկոլ Փաշինյանը նախ հայոյելով Սամոյին, թե չասեմ էլ ինչ բառեր, այլասերված եկեղեցու, այլասերված բարեգործի նկար, նրան միացե, այ կով, քեզ զոհ են տալու, նազելի Բաղդասարյանը ինչ է իրան լեննականց են, չոլկենս են սասինավես, ոչիլները վրեն չորացած, դոշերը 100-երորդ ռազմեր, որ մտնում է Նիկոլի կաբինետ, Նիկոլին ծեպում պատի, օգնականը, տարեք, պարկծրեք, ես արեք են արեք, Ժողովուրդ ջան, էլի եմ կրկնում, ես ինչ եմ հատուկ եթերանում, Հայաստանի Հանրապետության ցանկացած ղեկավար, տեսեք ես ասում եմ, այն բանը ինչ որ գիտեն Կրեմլից, այնքան փուճուր է Տաշիրի Սամոյի ստեմը, որ սա ես դրա համար եմ համարում շոու, թե Լի Քոչանը, թե Լևոնը, թե Սերժը, առավել եւս Նիկոլը Տաշիրի Սամոյի դիմաց այնքան չնչին մարդ է, որ գիտեք ինչ կանեն, ռուսական այն ալիք որ գնացել էր այն Անդրանիկ են Սերժի Նիկոլի բանի Քոչարյանի Սերժի Նիկոլի բոլորի ապրանք են սպերմայի գլխով որ գնացել նա սամում ձելում ցույց կտան Նիկոլին ոնց են ամբողջ Տաշիրի ժողովուրդը Կալուգայի ժողովուրդը ընտանիքով բռնաբարում ընտանիքով Նիկոլին երեխեք հետ դրա համար ես սա համարում եմ շոու կտեսնենք ինչով կվերջանա իմիջիայլոց հաջորդ շոուին պատրաստվի Քիթը բերանը վերեն ծռած սենց իրան հարուստի կայֆ էր տված, ամենալկտի արցախցիներից մեկը, Կարեն Կարապետյան, գազի Կարեն, հաջորդ շոուն քեզ են բերելու ներկայացնեն։ Այս հրամանը դեռ մինչև ընտրություն մի քանի շոուներ էլ լինելու, սա հերթական է։ Եվ եթե Սամոյին ոնց կազատվի, այ մարդը չկարողացավ Շմայսին բռնի, Սամոյին որտից բռնի։
Մարդը չկարացավ նեմեցին բռնի բանը Սամոին ոնց բռնի։ Սամոն Հայաստանի Հանրապետությունից մի քանի անգամ հարուստ մարդ է։ Ու Պուտինի ամենամոտիկ մարդկանցից մեկը է, ես եմ ասում, ձեզ ամենամոտիկ։ Ամենամոտիկ, այն կարգի մոտիկ, որ Երևան պլազայի, Մոսկվայի պատճառով մետրոյում ճաքեր ելնե։ Դատական պրոցես հայտնեցին մետրոյի եւ այլ ղեկավարությունը, որոնք փոքր մարդիկ չեն։ Դատարանը հաստատեց, որ ճաքը ձեր պատճառով է, դուք պիտի վերացնեք ձեր փողով։ Այսքան ինձ թվում է ձեզ հերիք է, որ Տաշիրի Սամոն մարզպետներ ու քաղաքապետներ ա դնում սրանք արդեն հարցի մյուս կողմն է Ռուսաստանում։ Այնպես որ դրա համար, եթե չլիներ Տաշիրի Սամոն այս կարգի մարդ, ես կասեի, որ հա, ձերբակալել են որպես հարուստ մարդ ճնշելու համար, բայց սա կոնկրետ շոու է Սամոյից Մանդելա ստանալու, որ հետո բերեն Հայաստանի հերթական իշխանապետ փորձելու համար։ Իսկ ցանկացած դեպքում սևացնելու համար հեսա արդեն սկսել են հայելու ակումբ ինչպես մեր տու մասին խոսում են, այդ մարդը սևանում է, սա հարցի մյուս կողմն է։ Սպասենք դեպքերի զարգացմանը, բայց ասեմ ձեզ, սրանից հետո թող պատրաստվի գորոզ լկտի պահվածքով, ամենալկտի պահվածքով Արցախցուն, Իրանից միշտ դավոլնի Կարեն Կարապետյան, այսինքն գազի Կարեն Կարապետյան Արցախցի, հերթական։ Իսկ ինչ էլի եմ ասում, վերաբերում է Տաշիրի Սամոյին ու աղբորը, իրենք հայ օլիգարխների միջի, իրանք նախ հայ օլիգարխը չեն, հայ հարուստների միջի, իրանք Ռուսաստան ապրող մարդիկ են, ամենահամեստ մարդիկն են։ Ես անձամբ եմ շփվել ու տեսել, սա չի նշանակում, որ գովազդում եմ, ասում եմ ինչ-որ հարցում ճիշտ է։ Ինչը ճիշտն է, ես միշտ չեզոք եմ ասում։ Կհամբերենք, կտեսնենք, մաղթում եմ ձեզ լավ երեկո։